Ողջույն բարեկամներ, հարթում ուզում եմ սկսեմ Վարդան Ղուկասյանի ուղերձով, ես երեք խոսեցի հետ եւ խնդրում եմ իր ողջույնները փոխանցեմ բոլորիդ եւ մի քանի նորություններ ուզում ձեզ տեղեկացնել, որ նախ իր հետևորդները Լոս Անջելեսում հանդիպել էին Անտիլիասի թեմի ներկայացուցիչներին եւ նրանք պայմանավորվածություն են եղել, որ եկեղեցին Անտիլիասի թերի միջնորդավորված նամակը ներկայացնեց միջնորդություն հոգոտ Վարդան Ղուկասյանի պայմանավորվել են գնացել են եւ երբ որ եկել է մեկ շաբաթ անց որ եկել են նամակի հետևից եկեղեցին ասել է որ չենք տա նամակ մի խոսքով նամակը չեն տվել չի գրվել նամակ սա էլ ուզում Վարդան Ղուկասյանը տեղեկացներ եւ փորձեմ բառացի փոխանցել իր բառերը որ այդ եկեղեցին շանս ուներ իրեմս մի անհավատի, հա, որ երբեք չէր հավատացել եկեղեցու, հա, դերին արդարությանը, հա, շանս ուներ, որ ասեր ցույց տար, որ եկեղեցու համար հայը եւ Աստծո զավակը, այսպես ասած, նույնն են, որովհետեւ ես ձեզ հիշեցնեմ, երբ որ Վարդան Ղուկասյանը բանտում էր, նրան այցելել էր քահանա Քահանա այցելել էր ոչ նրա համար, որ ինքը Վարդան Ղուկասյանի աջակիցն է կամ հետևորդը, այլ որ հայ մարդ հա գտնում է բանտում եւ նա ուսեւ հայ քահանայի օգնության կարիք ունի հա նույն մարդասիրական մղումներով տեսեք երկու բան ունենք հա մի ամբողջ թեմ դրա վերաբերմունքը եւ անհատ քահանայի վերաբերմունքը որից ես շոյվել է եւ զարմացած էի մնացել որովհետեւ ես վաղուց մոռացել էի բառերը հա Աստծո զավակ հա կարիքավոր գուցե մեր կարիքն ունի հա գնանք տեսնենք տեսեք ինչ բարձրագույն բաներ են ասում շատ լավ հոյակապ չէ հնչող բաները բայց այնքան մոռացված է իրականության մեջ որովհետեւ ես ինքս եմ հայտնվել այդ վիճակում երբ որ 2020 թվականին այդ Չարաբաստիկ նոյեմբերի 19-ի պայմանագրից հետո վերադարձա Նյու Յորք եւ դուրը ծեծում էի այդ նույն Անտիլիասի թևի էջմիածնական թևի եկեղեցիների դռներ ծեծում էինք հանդիպում էի խնդրում հանդիպում ունենում էի բայց որոշում որ միասին ինչ որ մի բան անենք երկրին օգնելու մեր գերիներին վերադարձնելու այն ժամանակ էր ոչ մի քաղաքական բան չկար գերիներին փրկելու երկիրը փրկելու համար նույն ձևով դուրը փակվեց իմ երեսին այնպես որ ես հասկանում եմ Վարդան Ղուկասյանի ասում եմ ես հավատացեք ասում եմ ես ոչ մի բան ակնկալիք չունեի ավելի ազնիվ կլիներ երևի որ եկեղեցին է սկզբից մերժել ասես չէ այնի անհավատա իմ հետևորդներից չի ես ոչ մի գործ չունեմ բայց փաստորեն խոստացել է հետո մերժել է ասեց սա ուղղակի արձանագրենք ու անցնենք առաջ եւ մի բան էլ ասեց որ հիշեցնի որ ինքը երևի քաղաքականության մեջ չլիներ այդքան ակտիվ ինչ որտեղ այս ֆորմատի մեջ ինչ որ հիմա է եթե չլիներ Վովա Գասպարյանի այն գործողությունները որոնք կատարեց նա իր եւ իր մոր նկատմամբ ուզում եմ հիշեցնի որ դա իրան բերեց միջև բանտարկելը իսկ հիմա ինչ որ իրան կատարում է իր հետ կատարվում է իր նկատմամբ կատարվում է դա բերելու է եւս մի այլ level up հա ավելի բարձր վճռականության մակարդակին ու ասեց թո պատրաստվեն ես դուրս եմ գալու շատ վճռական շատ հանգիստ առանց էմոցիաների որ 10-15 րոպե խոսացել ենք պատկերացրեք ես միկրոֆոնով էի խոսում ոչ մի հայոյան ոչ մի ագրեսիա հա այնց շատ վճռական ինտոնացիա ես սա փոխանցում եմ որովհետև այդքան նամակներին ես ամեն օր հատատ չեմ կարող պատասխանել եւ ես ամեն օր չի որ Վարդան Ղուկասյանի հետ կապի մեջ եմ ուղղակի քանի որ դադարեց աղմուկը այն ինչ որ կար իր անվան շուրջ տեղին անտեղին հա այս փոխադարձ հայոյան բան դադարեց հիմա խոսքը լսում է երևի տեղ կհասնի ովքեր հետաքրքրված են ես ընդհանրապես նկարագրեցի հոգեվիճակը վճռականությունը եւ այն ինչ որ եղել է եկեղեցու կողմից սա Վարդան Ղուկասյանի ասով հիմա գնանք այսօրվա թեմաներին եւ այսպես ուզում սկսել Վիկտոր Հյուգոյի խոսքերով որ ժողովուրդը չի չափվում իր քանակով այլ
չափվում է իր զարգացման ունակությունով եւ բարոյական մակարդակով։ Սա ես չեմ ասում, սա Վիկտոր Հյուգոն է ասել դեռ 250 տարի առաջ։ Հետաքրքիր է, չէ՞։ Ես բացարձակապես նույն կարծիքին եմ, որ այո, ժողովրդի որակն ու կշիռը քաղաքակրթության մեջ քանակով չի կախված, այլ նրա զարգացման ինքնակատարելագործման ունակությամբ եւ ամենակարևորը բարոյական չափանիշներով։ Դրանով է բացատրվում միայն ժողովրդի լավ կամ բարձր մեծ village, ես չգիտեմ, ասենք ոնց կարելի ավելի դիպուկ թարգմանել, հա, մեծ ժողովուրդ, եթե այդպես կարելի ասել, հա։ Դա բացարձակապես դրանով է չափվում, որովհետև մենք գիտենք, հա, քանի միլիոնանոց, 11 միլիոնանոց, հարյուրավոր միլիոնանոց այդ աշխարհի ժողովուրդներ, որ ոչ մի պարագայում դրանց դուք չեք ասի մեծ ժողովուրդ կամ չգիտեմ, հա, ինչ որ այդպես արժեքավոր ժողովուրդ, որովհետև ի սկզբանե բացակայում է զարգացման եւ բարոյական չափանիշների ոչ թե օրենքով պարտադրված հետևելը, այլ ինքնակամ, այսինքն դա մենթալիտետի ժողովրդի ապրելակերպի եւ մտածելակերպի մի մասն է, հա։ Ես չգիտեմ, բնականաբար մենք երբևէ չենք կարող մեր քանակով առանձնանալ, հույսներս դնել, որ մենք քանակով ենք դառնալու հզոր երկիր, բայց այն երկու հանգամանքի մասին ինչ թվում է կարելի է մտածել եւ պետք է մտածել ամեն օրը 24 ժամ։ Օրը 24 ժամ մենք պետք է մտածենք, որ վաղը մենք պարտավոր ենք ավելի լավը լինել, քան այսօր ենք։ Վաղը։ Եվ հասկանալ մի բան, որ ամեն ինչ անցողիկ է կարճաժամկետ իմաստով։ Երկարաժամկետ իմաստով միայն բարոյական սանդղակի վրա հավատարիմ մնալը ինչքան հնարավոր է։ Տեսեք, ես հասկանում եմ, որ չարը ակտիվ է, ես հասկանում եմ գայթակղությունները շատ են, հա, բայց ուրիշ բան է, որ մարդ հասկանում է, որ սա է գիծը եւ կարող է թեթև շեղումներ լինեն։ Չարը միշտ աշխատում է, չէ՞։ Ուրիշ բան է, որ մարդը հասկանում է, որ գիծը ստեղ է, այնտեղ է գնում, որովհետեւ այդ պահին այնտեղ է պետք։ Այս վեկտորի շեղումը տանում է բացարձակապես կործանման։ Եվ սա ասում է Վիկտոր Հյուգոն, միայն ես չէ, որը ապացուցելու կարիք չունի։ Եթե մենք նայենք պատմությանը, այո, մնացել են այն ժողովուրդները, կայացել են այն ժողովուրդները, որոնք հավատարիմ են մնացել այդ երկու կարևորագույն հանգամանքի։ Դե հիմա մենք, եթե ուզում ենք իրոք պատմության հարթակում մնանք, մենք կարծում եմ, որ այլընտրանք չունենք ուղղակի։ Ես ուզում եմ տեղեկացնել, որ քանի որ Գյումրիում ավարտվեց ընտրությունները, ես ընդամենը երկու փաստ ներկայացնեմ։ Ապացուցելու համար են թեզը, որ միշտ պնդել եմ։ Եվ այսպես, փաստորեն իշխանության ներկայացուցիչը, դեմքով ծնունդով բնույթով նախկաման Արթուր Հովհաննիսյանը գյումրեցու թասիվից է խոսում, փաստորեն թասիվով գյումրեցին պետք է գնահատական տա Վարդանիկին քաղաքապետ դարձնողներին։ Ես կարծում եմ թասիվով գյումրեցին, որ տեսնի Արթուր Հովհաննիսյանի փողոցում, գութ պիտի թքի նրա երեսին, քանի որ դա նախ օրինական է, խախտում չի, մենք արդեն նախադեպը ունենք, ազգային ժողովի նախագահան թքեց մարդու, ընդ որում մենակ չէ, իր տիկնապանները բռնեցին մարդուն, որ նա փախնելու տեղ չունենա, թքեց դեմքին, դատախազնել ասեց ընդդեմ օրենքի խախտում չկա, Արթուրիկի դեմքին պետքա թքել ու ասել, որ Վարդանիկ Ղուկասյանը քաղաքապետ դարձավ ձեր շնորհիվ։ Դուք դարձեցիք Վարդան Ղուկասյանին քաղաքապետ։ Դուք այնքան սադիկա եք, որ ժողովուրդը ընտրություն չունենալով ընտրեց Վարդան Ղուկասյանին։ Դուք եք սարքել Վարդան Ղուկասյանին քաղաքապետ։ Եվ այս թեման այս պահով փակելով հանդերձ, ուզում եմ նկատեք ինչքան նույնանման են խոսքերը Արման Բաբաջանյանի։ Եվ ոչ միայն Արման Բաբաջանյանի, ես այսօր նկատեցի, որ հայկական եթերում արդեն չեն կարողանում թաքցնել, որ Գյումրին ասում է համակարգային ռևանշի գործիք վերածելու փորձերը պետք է կանխվեն։ Հասկացաք, որ սրանք նույն բանն են։ Հասկացաք, որ այս երկուսը ծառայում են նույն նպատակին։ Փաստորեն Արման Բաբաջանյանի համար ԿՊ-ից բացի ով ընտրեր, դա ուրեմն Գյումրին համակարգային ռևանշի գործիք է դառնում։ Որպեսզի չդառնա ռևանշի գործիք համակարգային, պետք է ընտրվեր քաղաքապետ անպայման ԿՊ-ից կամ իրանցից ինչ որ մեկը, որ
Արամ Սարգսյանի նման, ինչպես Երևան քաղաքում արեցին, ձենը կտար այլասերված քայլառածներին։ Ես շնորհակալ եմ գյումրեցիներին, որ հասկացան օրինակի վրա, թե սրանք ովքեր են, այս եվրոժետոնները իրանցից քաղաքական իմաստով ինչ են ներկայացնում, ծայրից ծայր կարելի ամբողջ ցուցակը նշել, առանց վարանելու, ասել քաղաքական մարմնավաճառների այս բույլը իրանք ընտրություններից հետո ուղղակի բաց ասում են վերածում է քաղաքական ռևանշիզմի տարածաշրջանի։ Պետք է քապան լիներ, որ սա լիներ ոչ թե քաղաքական ռևանշիզմ, այլ պլանավորված թրքացման process-ի հավաստիացում։ Իսկ ես պետք է ասեմ, որ Ռուսաստանում եւ այլ երկրներում ընտրությունները Գյումրիի գնահատվեց որպես Նիկոլ Փաշինյանի քաղաքական մահի արձանագրում։ Սա արդեն նկատել է դրսում, ոչ միայն մենք, ուղղակի մարդիկ հասկացել են, ովքեր հետաքրքրված են տարածաշրջանով, որ նույնիսկ համատարած խախտումները, կեղծիքները, սպառնալիքները, լցոնումները, լույսերի անջատումը չփրկեց ԿՊ-ին, չփրկեց ԿՊ-ին եւ Արման Բաբաջանյանի համար դա արդեն սարսափելի է, որովհետեւ դա դառնում է ռևանշի օջախ։ Արման Բաբաջանյան, ես հասկանում եմ, դու ճիշտ ես անում, որ անհանգստանում ես։ Դու պետք է շատ անհանգստանաս, որովհետեւ պատկերացրա ինչ կլինի քո հետ եւ քո նմանների հետ, եթե հանկարծ իրոք Հայաստանում փոխվի իշխանություն։ Ինքը գիտեք ինչի անհանգստացած, որովհետեւ հասկանում է, սկսվեց ինքը եւ իր պաշտած քաղաքացիական պայմանագիրը նույնիսկ այսքան լծակներ, խարդախություններ անելով հանդերձ, պարզվեց, որ իրանք ոչ մեկ են, ոչինչ չունեն եւ կարելի է հասկանալ վախը։ Կարելի է հասկանալ, բայց դժվար է իրանց օգնել։ Ես իրանց օգնելու համար մենակ մի բան պետք է ասեմ։ Քանի դեռ իշխանության եք, կահավորեք բանտերը։ Ձեր համար եմ ասում։ Հետո դուք ժամանակ չեք ունենա։ Հետո դուք ուղղակի չեք հասցնի։ Կահավորեք բանտերը։ Եվ նորից շնորհակալություն բոլոր գյումրեցիներին, ովքեր ճիշտ գնահատեցին սրանց ով լինելը։ Այս Գյումրի ընտրությունները իմ համար երկու հաղթանակ էր։ Նախ սրանց ով լինելը Գյումրին ցույց տվեց, որ ոչ մի արժեք չարժեն, ոչինչ չարժեն սրանք քաղաքական իմաստով, եւ որ ԿՊ-ն մերժված է, նույնիսկ նախընտրելի է հանցագործ Վարդանիկ Ղուկասյանը։ Նույնիսկ դա նախընտրելի է։ Բայց այս մարդիկ ասում են հանցագործա, կոռումպացված է, իր հետ յոլակ է գնալ։ Թուրքացուն մեզանից մյուս եք։ Մենք դրան պատրաստ չենք։ Իսկ չթուրքանալը Արման Բաբաջանյանի համար ռևանշիզմը։ Ո՞ց դա դուք չեք ուզում թուրքանաք, էս ինչ բան է։ Էս ինչ ռևանշային գործողություններ է, ո՞ց դա չեք ուզում թուրքանաք։ Պատկերացրեցիք ով ասա։ Վերադառնամ իմ սիրած բանաձևին, քաղաքացիական հասարակության բարոյական նորմերին։ Ինչի մասին ասում է նաև Հյուգոն Վիկտոր։ Հասարակական պարսավանքի գործիքը, որպես գործիք հասարակական պարսավանքը պիտի աշխատի իր ամբողջ թափով օրը 24 ժամ։ Ամբողջ թափով օրը 24 ժամ պետք է Արման Բաբաջանյաններն ու Արտուր Հովհաննիսյանները զգան իրենց ով լինելը։ Սրանք պետք է զգան։ Մաշկի վրա, գլխի վրա, ականջի մեջ, չգիտեմ, պետք է զգան։ Հիմա ես արդեն մի օրինակ բերեցի, որը դատախազը հայտարարեց, որ լրիվ օրինական մեթոդ է, հա, մնացած մեխանիզմները թողում եմ ձեզ, բայց սրանք պետք է զգան։ Ու այսօրվա մի քանի ելույթ նայելով ես հասկացա նորից ուրան, որ ինչքան դեռ թաքնված սրիկա կա մեր շարքերում, ինչքան մարդ կա դեռ, որ ինքը լոյալ է, դավաճան, ցեղասպան, թուրքամետ, ազգակործան քաղաքացիական պայմանագրի ամբողջ, ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այդ համայնքի հետ, էլի, որքան լոյալ են։ Ես ես պետք է մի բան էլ ասեմ, ասանով այս մասը ավարտենք, որ ցանկացած մեկը ես որ տեսնում եմ ինչ ռևերանսների մեջ է սրանց պրոպագանդիստների հետ, կամ սրանց ակտիվի հետ, հա, մի կողմից Փաշինյան Նիկոլի ցա դժգոհ, հա, որպես ունենց անդիմադիր կեցվածքով, բայց մյուս կողմից այդ բառը պետք է ասեմ, լկստվում է դրանց հետ։ Ուզում եմ դրանք իմանան, որ իրենք իմ համար ավելի գարշելի են, քան
ԿՊ-ականները։ ԿՊ-ականները պարզ բացահայտ թուրք են։ Իսկ այն մարդիկ, ովքեր դժգոհ են սրանցից, բայց լկստվում են, դրանք իմ համար ավելի գարշել են։ Այսինքն ոնց է թուրք իմ թշնամին է, բայց ավելի զզվելի է Նիկոլը։ Այն նույն բանն է։ Բնական է։ Եվ այսպես, ասենք Nous commémorons le 110e anniversaire du génocide arménien. Сегодня мы отмечаем 110-ю годовщину геноцида армян. Геноцида, который Турция никогда не признавала. Это та же самая Турция, и Эрдоган сегодня продолжает презирать армян вместе со своим вассалом Азербайджаном. Կարևոր մասը մենք լսեցինք։ Եվրոխորհրդանի պատգամավորը նշում է, որ Էստայի լրանում է ցեղասպանության 110 ամյակը։ Այդ հարց Հայաստանում, Երևանում դուք տեսել եք, այդպես մի հատ միջոցառում, չէ՞ մենք ունեցանք 100 տարի ցեղասպանության։ Ընդամենը 10 տարի առաջ էր։ Դա հիշեք մասշտաբները։ Իսկ հիմա դուք զգում եք, որ 110 ամյակն է։ Ասենք սա կլոր առիթ է, ասենք կլոր թիվ է։ Չեմ ուզում ասեմ տարեդարձ, մի քիչ լավ չի ինչու։ Հիմա պետք է աշխարհի մեդիան Հայաստանից ողողված լինել, այն էլ էս ամեն ինչից հետո։ Հա? Բայց զգում եք, որ դրա մասին խոսում է Եվրոմիության պատգամավորը ու շեշտում է, որ Ադրբեջանը, Թուրքիան շարունակում են նույն քաղաքականությունը 110 տարի հետո Հայաստանի նկատմամբ։ Հայաստանից ոչ մի ձայն, ես ակնկալում եմ, ոչ թե ակնկալում եմ, նույնիսկ վախենում եմ, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից կարող բողոքի նոտա գնա Եվրոխորհուրդ, որ նրանք հիշատակելով 110-ամյակը սրա չացնում են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը։ Ազնիվ խոսք, ես դրանել եմ սպասում, սրանք ամեն ինչի ընդունակ է։ Մինչդեռ սա ցույց է տալի ամեն գնով, որ կապ չունի ընկեր թուրքեր, ընկեր Ադրբեջան, տեսեք, ձեր կանաչը իմ դոշինը, դուք իմ սրտում եք, իմ կրծքի վրա եք, իմ մտքում եք, իմ լեզվի վրա եք, ես ձերն եմ ամբողջովին։ Թողեք մի քիչ էլ խաղամ։ Թողեք ինչ պետք է ես ձեզ կտամ։ Թողեք, ձեր գլխարկն եմ դնում, ձեր գույներն եմ կապում վրես։ Հայաստանի ավազի ժամացույցը Հայաստանի դրոշի գույներով շուռ եմ տվել գլխի վրա ժամանակը հոսում է։ Հայաստանի դրոշը քրքրած։ Սարքել եմ ձեր լոգոյով, ձեր լոգոն վրան Հայաստանի դրոշը քրքրած։ Ամեն ինչ անում եմ ձեր համար։ Թողեք ես մի քիչ էլ խաղամ վարչապետի պաշտոնում։ Բայց Նիկոլ Փաշինյանը մոռացել է մի բան։ Հայաստանում ընտրությունը դեռ կատարում են հայերը։ Ու այդքան էլ հստակ չի, ասենք թե մի տարի հետո Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ ինչ կլինի։ Ինքը վստահ Հայաստանի վրա ոչ մի հույս չունի, այսինքն ինքը չի մտածում, որ իր հենարանը Հայաստանն է, հակառակ ինքը մտածում է իր հենարանը դա Թուրքիան է, մեկ էլ իր պահած, իր կարծիքով Հայաստանի Հանրապետության ողնաշար հանդիսացող ոստիկանները։ Բայց հիմա նայենք, թե դրանք այնտեղ ինչ է կատարվում։ Եվ այսպես։ Տաներ ակչամ ներողություն։ Թուրք պատմաբան։ Հայոց ցեղասպանությունը իսկական ցեղասպանություն է եւ ոչ թե ջարդ։ Սպանություն կամ այլ բան։ Եթե 1915-ին տեղ ունեցած ցեղասպանություն չանվանենք, այդ դեպքում պետք է ասել որևէ ցեղասպանություն չի եղել աշխարհում։ Ով կպատկերացնի, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը կարող է լինի ավելի թուրք կամ օրինակ թուրք պատմաբանը, հա։ Սա է տնամաբանությունը, իրերը պետք է անվանել իրենց անուններով։ Ուզում ասեմ, Փաշինյան Նիկոլ, դու չես կարող այս թուրքից ավելի թուրք լինես, որովհետև մենակ դու չես աշխարհում։ Եվ հիմա գանք քո ոստիկաններին, հա, խնդրեմ ես հանցագործը, ոնց ուզում ես, սա շուտով տեսնենք իրականում, էլի։ Եվ այսպես, հա, մի հատ ձայնագրություններ նայեք, մի հատ հիշենք սա։ Փողեր են ծախսում, լրատվամիջոցներ են առնում, ֆեյքեր են վարձում, վարձու պրոֆիլներ են բացում, որ հայտարարեն, թե Փաշինյանի կառավարությունը
թե Փաշինյանը եկել է հողեր հանձնելու։ Դուք պատկերացնում եք, ես Ղարաբաղի հարցով դեռ մի բառ չեմ բանակցել։ Նրանք ասում են, թե եկել է հող հանձնելու։ Իրանք իրանց հետ են շփոթում։ Եվ ասպես մի ամբողջ ժողովուրդ հապելով լկտի է բարձինիկաբար։ Առեսօր շարունակում է կառավարել։ Բայց քան ժողովուրդը ուր է։ Հաշիվ չի ուզում պահանջի։ Ես մի պահ սա ուրա կենտրոնում եմ անցնեմ առաջ։ Երբ որ մեկին խապում են մի անգամ, դա չարաշահում են վստահությունը։ Բոլորիս էլ կարող են խապել։ Բոլորս էլ վստահում ենք։ Ես օրինակ դեֆոլտ մի անգամից ես բաց եմ։ Ինձ խապելը շատ դժվար բան չի։ Երկրորդ խապելն է, երկրորդ անգամ խապելն է անհնար, որտեղ ես երկրորդ անգամ երբեք ոչ մեկին շանս չեմ տալի։ Հիմա այս մարդը խապեց, չէ՞, բացահայտ խապեց։ Խապեց 20 թվականին, խապեց 21 թվականին, խապեց 22 թվականին։ Հիմա արդեն 25 թվականն ենք։ Էլի Գյումրիում մարդիկ տվեցին, որ թեկուզ փոքրականակ, բայց ձայն տվեցին։ Դա ձայն է։ Հիմա այսքան մարդ ասում հրապարակում սրա աշխատողներին, սրա ոստիկաններին, սրա համար գովազդանողներին, սրա սազանդարներին, որ փողոցում տեսնում է, բա հաշիվ չունի պահանջելու։ Տեսեք ժողովուրդ, ամեն մարդ ինքն է որոշում, իրան կարող են խապել, թե չէ։ Մեկ անգամ հասկացանք, եթե դու հաշիվ չես պահանջում, եթե դու չես հիշացնում, բզից բռնես ասես արիստեղ, ինչ ես արել, ինչ արեցիր։ Ուզում եք դուքով խոսացեք, ուզում եք հայոյանքով խոսացեք, դու դրա իրավունք ունեք, բայց երբ որ մարդը չի պահանջում, ասում է դե լավ է, նորմալ է, թո մի հատ էլ խապի, թո մի հատ էլ խապի, թո մի հատ էլ խապի։ Մենք ունենում ենք այս արդյունքը։ Ես մի պահ ուղղակի պատկերացեցի, որ հանկարծ այսքան ժողով սկսի հաշիվ պահանջել սրանից։ Հայտական, բա դու ասում ես, սուտ են ասում, որ ասում են եկել ես։ Բայց դու հիմա առաջ ընկած հանձնում ես, դու հետո 2 տարի հետո, 4 տարի հետո հայտարարեիր, որ այսօր դու մեզ խապել ես, դու այսօր պետք է ասեիր, որ Արցախը Ադրբեջան է լինելու։ Դու այսօր քո խոսքերն են, դու ասում ես, որ այսօր ես սխալ եմ արել, խապել եմ ձեզ։ Ու դու շարունակում ես մնալ իշխանության, այս ժողովուրդը հանգիստ նստած նայել թե դու ոնց ես իշխանության։ Մենք երբ որ բողոքում ենք մի բանից, առաջին հերթին հենց ենք հասկանալ մենք ինչը չենք արել, որ սենց ա եղել։ Հաջորդ օրվանից կփոխվի։ Եթե մենք ուղղակի սահմանափակվենք այդ բողոքներով, մենք ոչ միայն նույնը կրկնելու ենք, այլև չենք կարողանալու ազատվել այն ինչ որ մեր համար ցավ է։ Ազատվում են գործողություններով, մենակ բողոքելը չի։ Հասարակական պարծավանքի բոլոր մեթոդները ընդունելի է։ Իսկ ինչ ասում Թրամփը սրան։ Բանը ասել է Թրամփին։ Թրամփը ասում է անհամբեր սպասում է Ադրբեջանի եւ Հայաստանի մեջ խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Բայց ասում է անպայման դա պետք է լինի գերիները վերադարձնելով։ Թրամփը, Եվրոպան, Գերմանիան, Ֆրանսիան պահանջում են Հայաստանի գերիների վերադարձ։ Բելգիան երեք։ Հայաստանից բան չկա։ Ձայն չկա։ Ես այսօր ջալոց այսօր Հասմիկ Պապյանն էր գրել, որ Բերլինում հայկական ֆիլմերի ցուցադրման փառատոն է սկսվում 37 օր ապրիլ-մայիս ամիսներին 37 օր Բերլինում հայկական ֆիլմեր են ցուցադրելու։ Ես զարմացա, շշմեցա, ոնց է։ Էս ինչ է բանա։ Մենք դες բան Հայաստանում չենք ունենա։ Ինչ եմ ուզում ասեմ, Հայաստանի փրկությամբ ավելի շատ զբաղված է Եվրոպան եւ Ամերիկան, այս փաստն եմ ասում Ամերիկան, հա։ Քան հենց ինքը Հայաստանը։ Եթե sense գնաց, մի օր մենք որոշել ենք Հայաստանում հայկական մշակույթի օրեր անցկացնել, եթե թույլ տան մեզ։ Եթե թույլ տան։ Իսկ որ գնաց դա էլ թույլ չեն տալու, որովհետեւ եթե Հայաստանում չի կարելի ասենք Արցախի անուն տալ, եթերում Արցախի անունը վախենում, ցեղասպանության անունը վախենում է նույնիսկ Նեմեսիսի, հերոս Արտյոմ Երկանյանի պապի, պապն էր հերոս,
Հելոսի թոր Արտյոմ Երկանյանը նույնիսկ վախենված հեղափոխություն բառը օգտագործել։ Պատկերացնում եք, մեզ չեն թողելու հայկական մշակույթի օրեր անցկացնենք նաև Հայաստանում։ Բայց Գերմանիայում բացի այն ինչ որ կատարվում է, այդ հայտարարությունները, այդ բանաձևերը, նաև հայկական ֆիլմերի փառատոնը անցկացումն է։ Հիմա հարց է ծագում, մեզ բոլորիս մոտ, իր մոտ էլ, ինձ մոտ էլ, հերթակարծ, ինչի է սա արվում։ Ինչի են անում։ Ինչ են ուզում մեզ փրկածել են, ժողովուրդ։ Իրանք ուզում են մեզ փրկածել են, պահեն, այսպես չթողեն վերանանք մշակութապես, քաղաքապես, քաղաքականապես, ֆիզիկապես, ինչի են մեզ պահում։ Չէ՞ որ ինչ որ մեկի հակառակ չեն պահում, ինչ մի բանի համար են պահում։ Ես ամեն դեպքում ինձ թույլ եմ տալի մտածել, որ երևի հասկանում եմ, որ այս ամեն ինչի սկիզբը անաղարտ ստեղ է եւ պետք չի թողել, որ սա կորի։ Հա, քաղաքակրթության որպես հիմք, քաղաքակրթության որպես ակունք պահում են, որովհետեւ հասկանում են, եթե եվրոպական քաղաքակրթությունը փլվեց, քանդվեց, իսկ եվրոպական քաղաքակրթությունը կքանդվի ժամանակ, երբ որ մարդիկ հրաժարվեն իրենց ակունքներից, այն ժամանակ հաջորդ քայլով քանդվելու է նաեւ Եվրոպան։ Ենթադրում եմ, ես չեմ ուզում որ հաստատ դա է։ Բայց ես ուզում եմ հավատամ, որ այդ գիտակցությունը կա, որ են էլ ասում է, այս սուղ միջոցներին, որ Գերմանիայում ստիպված կրճատել են մշակույթի վրայի ծախսերը, մշակույթի վրա իրականացվող ծախսերը, որտեղ ավելի շատացել է ռազմական ծախսերը։ Բայց դեռ Հայաստանին վերաբերող այս միջոցառումները գնում է 37 օր Բերլինում հայկական ֆիլմերի փառատոն, պատկերացնում եք։ Դες չէր կարող Հայաստանում լինել։ Հայաստանում նույնիսկ ցեղասպանության 110-ամյակը ոչ մի բան չկա։ Ինչ փառատոնի մասին է խոսքը։ Գնանք առաջ։ Սա Նիկոլ Փաշինյանի բանն է, խոսնակն է, մամուլի խոսնակը։ Ինչ ասում։ Եվ Գյումրու եւ Գյումրեցիների համար եք պատասխանատու, ասում հարցնում են։ Ու Աստված չանի մեկի գլխից մազ ընկնի։ Սա ասում է մեկը, որ հազարավոր մարդիկ են սպանել։ Այդ հազարավոր մարդ սպանացի մամլոք արտուղան ասում հանգարց մեկի գլխից մազ չպակասի։ Միայն սպանել, վառել, միայն տանել, կոտորել, միայն հանձնել գերի, չմազ։ Իդեպ բոլորային պնդումները, թե այս որոշումից ի վեր քաղաքական պատասխանատվություն չեք կրելու, դատարկաբանությունը, թե դուք երբ եք քաղաքական պատասխանատվություն կրել։ Իսկ եղավ այն, ինչի մասին ասում ենք, Գյումրու ճակատագիրը այս մարդկանց ի բնե հետաքրքիր չի եղել։ Պատկերացնում եք որոշել են, որ գյումրեցիների այս մարդկանց չի հետաքրքրում գյումրեցիների ճակատագիրը, այ իրենց հետաքրքրում էր։ Այ իրենց հետաքրքրում են այնքանով, որ ոնց արագ թրկացնեն, ոնց տանեն սպանելու, ոնց հանձնեն, այ դա իրենց հետաքրքիր է։ Իրենք իշխանազավթում էին տենչում։ Սա Արման Բաբաջանյանի խոսքերն են։ Ես ասում եմ, բոլորը նույն կանտորայի աշխատող են, նույն կանտորայի։ Եվ տերերի ցուսման պատրաստ եղան Գյումրին դնել զոհասեղանին։ Փաստորեն այս մարդիկ դրեցին Գյումրին զոհասեղանին։ Ոչ թե ամբողջ Հայաստանն է դրել ԿՊ-ն զոհասեղանին, փաստորեն այս մարդիկ, որոնք մասնակցել են ընտրություններ ու հաղթել են։ Իսկ այլընտրանք կար, գնար նոր ընտրությունների, բայց չէ որ մարդիկ իրենց այսօր են անցկացնում ընտրակաշառքի գործերով եւ բնական է որ նոր ընտրությունների պարագայում հավաքած ձայների կեսն էլ չեն ունենա։ Սա ով է խոսում ընտրակաշառքներից։ Ընտրակաշառքներից խոսում է մեկը, որ ամբողջ ընտրությունն ոնց ասեմ այլասերել, լույսեր հանձնելու սկսած, այդ արկղներ գողանալուց, սա փաստերը հոգա։ Ու սա խոսում է ընտրակաշառքից։ Հիմա բա հարց։ Տիկին, եթե ընտրակաշառքը ինչի պատժված չէ։ Լրագրողները նկարում էին լցոնումները, արկղերի բաց տեղափոխումը, բայց քրեական գործերը որտեղ են։ Ես ուղղակի նայում եմ այս տիկնոջ դեմքին։ Ես մտածում եմ, պատրաստի սրիկա են, ծնվել սրանք, թե դες դարել են ժամանակի ընթացքում, ինձ անկեղծ հետաքրքիր է։ Ասեք sense նայես մարդկանց երեսի ու ասես ձեր նպատակը իշխանազավթումն է, իշխանությունը իրանցն է, փաստորեն։ Ընտրությունները որ իրանք անցան, դա իշխանություն զավթում է։ Ուլա հատատա տալի թե մեկի մասը ծրվի։
Տիկին աննորմալ։ Դրա համար օրենք կա, ոստիկանություն կա, մարդը պետք է պաշտպանված լինի, անկախ նրանից ով է քաղաքապետը։ Իհարկե ձեր փորձից ելնելով հասկանում եք, որ մարդը պաշտպանված չի Հայաստանում, նույնիսկ եթե սեփականության վկայական ունի իր տան եւ հողամասի համար։ Դա դեռ չի նշանակում, որ դա Իրանն է։ Եվ սա մոռացել է, որ մարդու իրավունքները պաշտպանում է օրենքը։ Ու սա մի ամբողջ երկրի վարչապետի մամլո խոսնակ է։ Լուսարանը գրած նայեք։ Գյումրին դնել զոհասեղանի։ Փաստորեն, իրենցից բացի ով հաղթեր, Գյումրին դառնում է զոհասեղանի առը։ Իր զոհասեղան։ Իրա եւ Արման Բաբաջանյանի համար։ Ուրեմն կենցե քաղաքական առուծախը։ Պատկերացնում եք։ Ինչևէ, ոմանց թասիբի եւ արժանապատվության մասին պատկերացումներս ամբողջացան։ Սպասելի էր։ Սրանք թասիբից, արժանապատվությունից, առուծախից են խոսում։ Դեպի ոստիկանության նկատմամբ հանրային վերավստահություն մակարդակը կազմում է 72%։ Սա Փաշինյան Նիկոլն է ասում։ Սրա այս խոսքերը ինքը որ ասում է, ես վստահ եմ, որ մտածում է ինչ-որ որոշակի զանգված կա, կարող է հավատա։ Սա դեռ վստահ է, որ Հայաստանում կա այն շերտը, որ ուղեղից կատարյալ զուր կա, որովհետև տեսեք, իր ասածները հավատալու համար պետք է լինել կատարյալ իդիոտ։ Ընդ որում դա պարտադիր է, բայց բավարար պայման չի։ Այսինքն կարող է մարդը լինի կատարյալ իդիոտ, բայց դեռ բավարար չի, որ հավատա Նիկոլ Փաշինյանի խոսքերին։ Այն էլ որ հանրային վստահությունը ոստիկանության նկատմամբ 72% է։ Բայց ինքը դեռ խոսում է, վստահ է, որ բացի դրանցից ովքեր նստած են սենյակում, որը անպայման գլխով պետք է անել իր ասածին, անպայման կա ինչ-որ մի տոկոս, որ ավելին է, քան կատարյալ իդիոտը, որ դեռ պետք է իր թվերին հավատա։ Հիմա ես որոշեցի, ասեցի, ես իմ քվեարկությունն եմ անցկացնելու հենց տեղում, ու դա իմ համար ոչ մի դժվարություն չի ներկայացնում, հենց հիմա ես ձեր մոտ ուղղակի մի թալմացնեմ էջը, տեսնեմ 1600 քվեարկություն, 1600 քվեարկով։ Պարզ վստահում եք արդյոք ՀՀ ոստիկաններին, համարում եք, որ նրանք ծառայում են օրենքին։ Այո, 8%, ինչ 72։ Սա չէ։ 72, 8։ Հիմա հարց եմ տալի։ Սա այդ 8%-ն է, սա այդ 8%-ն է, ֆեյքերի, տարբեր ձևերով այն կատարյալ իդիոտների, որ Նիկոլ Փաշինյանի գոյությամբ պայմանավորում իր գոյությունը։ Իր սեփական գոյությունը պայմանավորում է Նիկոլ Փաշինյանի գոյությունը։ Որտեղ ունենք Արման Բաբաջանյանի նման կերպարը կամ Արամ Սարգսյանի նման կերպարը կամ դրանցից որից ուզում եք վերցրեք։ Երբ որ չկա այտենց մեկը, որին կարելի է անմնացող ստորանալով ծառայել դա դիմաց փող ստանալ, իրենք այլ հասարակարգում անելիք չունեն, դառնալու են աղբ, անգործ։ Դրանց ասում նաև բոմժ։ Ասում են, այտենց մի հատ շերտ կա, ու այդ շերտը չի անցնում 8%-ը։ Ես վստահ եմ, որ հիմա այս հաղորդումը նայելուց հետո Նիկոլը զանգելու է ղժղժա իր ֆեյքերի վրա, միջև առավոտ այս 8-ը դառնա 9 կամ 10։ Բայց ասենք դեռ այդ ժամանակ կլինի մի ոչ թե 1600 կամ 1700 քվեարկություն, այլ ասենք 2.5-3000։ Հա, գուցե 10000, 15000, չգիտեմ։ Բայց Փաշինյան Նիկոլի ռեսուրսը ինքն էլ գիտի, որ 8%-ն է։ Հիմա հարց։ Բայց տգետ 8%-ով դու ուզում ես քաղաքապետի տեխնացու, քաղաքապետ դառնալ։ Քեզ Արամ Սարգսյանը քո 7%-ով սարքեց Երևանում քաղաքապետ։ Վազգենի քուր Արամ Սարգսյանը։ Գյումրեցիներն արդեն հասկացել են, ովքեր եք դուք, ովքեր են քո եվրո ժետոնները։ Եվ փաս ապտակ չկարողացաք այն ֆոկուսը անեիք, ինչ որ արեցիք Երևանում։ Ձեր ունեցածը 8%-ա։ Հիմա դու ուզում ես կանաչ գլխարկ դիր, կանաչ փողկապ կապի, փափախ դիր գլխիդ, ուզում ես վրան մի հատ կանաչ ներկով, Ադրբեջանի գլուխներով ներկի, քոնը 8%-ա։ Ու այս 8%-ով Ադրբեջանն ու Թուրքիան քեզ չեն կարող պահել իշխանության։ Բացառվում է, դա հակասում է բոլոր օրենքներին։ Պատմության մեջ այդպես բան չէ։ 8%-անոց իշխանություն
Ինչքան ուզում ես քո ոստիկանների վրա հույս դիր։ Չէ՞ որ իրանք էլ են տենում։ Այն ասում եմ, ենթադրում եմ, որ ինչ որ մի բան կա, շերտ չասեմ, մի քանի հոգի ոստիկանական եւ ուժային համակարգում, որ սա տեսնում է։ Այս թիվը տեսնում է քո արդեն adekvatությունը, ինչքանով ես իրավիճակին տիրապետում, որը բարձրաբար չես տիրապետում, հույսդ ինչի ես դրել, իրենք շատ լավ հասկանում են, հույսը դրել ես ժամանակավոր իշխանությունդ այնքան երկարացնես, միջև դեռ ականջը չեն կտրել ու որ վերջի պահին փախնես, բայց իրանք էլ գիտեն, որ դու ես փախնողը, իրանք մնալու են, իրանք չեն կարող բոլորը փախնեն։ Այստեղից հարց, ինչի քեզ իրենք պիտի պահեն ու ինչքան երկար։ Մարդիկ մտածում են չկասկածես։ Իրանք գիտեն, որ դու նախ դավաճանող ես, բոլորդ եք դավաճանող, իրանք բոլորիդ լավ գիտեն։ Բոլորը իրար այսպես լավ գիտեն, իրար ժպտում են, բայց կյանքում իրար չեն վստահում։ Դուք գիտեք դուք ով եք։ Այնպես որ 8%-ը մնաց մի տարի։ Եթե իհարկե այս տարին դու կարողանաս ավարտես։ Դնել ասում եմ, հələ բան անենք, պետք սահմանություն փոխենք։ Բա փոխի, բա ուրա։ Փոխի։ Իսկ այդ ընթացքում կառավարական բանկը 339 միլիոն դոլարով կվարկավորի զենք փոխադրող ադրբեջանական ավիաընկերությանը։ Հայաստանից ոչ մի ձայն, ոչ մի բողոք, որ դուք այսինչ եք անում, ում դեմ է զինվում, պարոն Թրամփ, կառավարական բանկ, ես չգիտեմ կառավարման բանկ, սա որ ինչ բանկ է, ես առաջի անգամ լսում նման բանի մասին, բայց ենթադրում եմ, որ այդպես մի բան կա։ Հա? Ոչ մի բողոք, ոչ մի ձայն։ Դու խաղաղության աղավնիտ, այն որ ուզում էիր դու Նոբելյան մրցանակ ստանել խաղաղություն ապահովելու համար։ Քո բանկը, փաստորեն, ֆինանսավորում է Հայաստանի նկատմամբ զենք տեղափոխող ավիաընկերությանը։ Ես հիմա վստահ եմ, որ դեռից կասեն, սա ձեր նկատմամբ չի արվում, սա արվում է զենք ենք տեղափոխում Իրանի դեմ պատերազմի համար։ Ես էլ կասեի, եթե Հայաստանը պետականություն ունենար, կասեր դուք չեք կարող որոշել Ալիևը այդ զենքը ում նկատմամբ օգտագործելու, որտեղ մենք այդ արդեն դարը փորձը ունենք։ Մենք տեսել ենք դա։ Տեսել ենք այդ զենքը ում նկատմամբ կիրառվում։ Բայց քանի որ ոչ պետություն ունենք, ոչ ԱԳՆ ունենք, ոչ վարչապետ ունենք, ու ես ուզում եմ այս մասին այդ ուժայինները իրենց հարց տան էլի։ Ինչ եք կարծում, տղեկ, այդ զենքով որ խփեցին Հայաստանին, իրանք հաշվելու են դուք որտեղ եք, որ ձեր ընտանիքի բան չլինի։ Հաստատ իրանք հարցնելու են, հələ մի վարքյան, ասենք պայմանական եմ ասում։ Գուգոն տունն է թե գործի է, խփենք տանը թե գործի տեղին, նենց խփենք հանկարծ Գուգոյի բան չլինի։ Դա դուք վստահ եք, որ դա իրանց հետաքրքիր է։ Հասկանում եք, չէ՞ որ թքած ունենան, իրանք դավաճան, լսեք, ադրբեջանցի, вообще թուրքերը ընդհանրապես, թուրքերը չեն սիրում դավաճան, ի տարբերություն հայի, չեն էլ հանդուրժում։ Դուք ինչ հույսով եք այս ամեն ինչը անում։ Գնանք առաջ։ Առանց նախապայմանների Ադրբեջանին են տրամադրվել ականապատ դաշտերի 972 տեղամասյաններ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Ուրեմն համ ականապատված դաշտերն են տալի, համ զենքն է տեղափոխվում, համ գերիներն են ընդեղ։ Հիշում եք Ալեն Սիմոնյանի արդարացում ասում է, որ մենք բան չունենք իրանց մոտ, ասում է, իրանք գերի չունեն իրանց մոտ, որ մենք գերիները փոխանակենք։ Ամեն ինչ տվել են, մատյանները տալիս են, ականապատ դաշտերի քարտեզներ, բան, ամեն ինչ տալիս են առանց նախապայմանների։ Ադրբեջանը ինչ ուզում է, անես տպավորությունն է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը դա Ադրբեջանի բանն է, օֆիսն է, ֆիլիալը։ Ինչ ուզում են տալիս են, առանց որևէ նախապայմանների։ Հարց, Հայեր ջան, հիմա էլի ես որ ասեմ պետք է նեղանեք, սրանց տեսնող չկա։ Իհարկե կա։ Սրանց ընկերները, օգնականը, իրանց համար աշխատողը տեսնող չկա, սրանք Հայաստանում չեն ապրում։ Ոնց կարելի է սրանց հանդուրժել։ Բա մենք ումից նեղանանք։ Ես գնամ Ամերիկայից նեղանամ, որ իրանց բանկը ֆինանսավորում է ադրբեջանական ավիափոխադրողին։ Ոնց, ինչի իման վրա։ Ես ոնց նեղանամ, կասում եմ պետությունն ես, բա պետությունը թվում է բողոքի նոտ աղի։ Հենա դուք եք տալի ամեն ինչ։ Ես ինչի պետք է չվարկավորեմ։
Freedom House-ն էլ զեկույց հրապարակ է։ Էլի նույնս եմ ասում, մեր մասին ավելի շատ մտահոգված են դրսում, քան հենց Հայաստանում։ Եվ այսպես Հայաստանին վերաբերող բաժնում ասում է, որ 22 թվականի սեպտեմբերին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած հակամարտությունից հետո մոտավորապես 240 կիլոմետր հայկական տարածք է մնացվել օկուպացված։ Նշում է նաև, որ ադրբեջանական ուժերը իրենց դիրքերը մոտեցել են հայկական բնակավայրերին, ստիպել որոշ քաղաքացիական անձանց լքել իրենց տները եւ հանգեցնելով սահմանամերձ որոշ շրջանի գյուղերի բնակչության նվազման։ Նշվում է նաև, որ 23 թվականի վերջին Լեռնային Ղարաբաղից փախած էթնիկ հայերի ներհոսքը բնակարանային ճգնաժամ է առաջացել Հայաստանում։ Հազարավոր մարդիկ մերժել են կառավարության աջակցությունը սահմանամերձ շրջաններում բնակվելու համար, փոխարենը նախընտրելով ավելի ապահով ժամանակավորը կացարաններ մայրաքաղաքի մոտակայքում, որովհետև այս մարդիկ վստահ չէ, որ սահմանամերձ տարածքները նորից չի տալու Թուրքիային։ Զեկույցում ասում է, որ 24 թվականի սահմանազատման գործընթացի շրջանակներում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած գույքի սեփականատերերը կարող էին դիմել ֆինանսական փոխհատուցման համար, սակայն կառավարությունը չի հրապարակել տրամադրված գումարի չափը, ինչը մարդու իրավունքների պաշտպաններին ստիպել է կասկածի տակ առնել, թե արդյոք փոխհատուցումը արդար կամ համաչափ է եղել։ Հիշում եք, ես Վախթանգ Ղուկասյանի գործով այդ փաստաբաններին ասում է, այնքան զեկույց կա, այսենց, որ Հայաստանը իրավական պետություն չի։ Ոնց կարող է իրավական պետություն չլինի ու այդ կառավարության հայցը լինի օրինական, կամ այդ կառավարության այդ երկրում դատարանը լինի օրինական։ Ոնց։ Երբ որ դատարանը որոշում է ընդունում, որ հանքը չի կարելի շահագործել, բայց կառավարությունը ասում է շահագործելու է։ Խնդրեմ մյուսը նայենք լրագրողների մասով։ Խախտվել է լրագրողի արտահայտվելու ազատության իրավունքը։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանի դեմ վճիռ է կայացրել 3 ապրիլի 3-25 թվականի Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մի հետ Հայաստանի դեմ վճիռ է կայացրել, խախտվել է լրագրող Հայկ Գրիգորյանի արտահայտվելու իրավունքը։ Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդված։ Պետությունը պարտավոր է լրագրողին փոխհատուցել 4500 եվրո ոչ նյութական վնասի համար։ 16 թվականի հուլիսի 17-ին մի խումբ անձինքներ խուժել են Երևանում գտնվող Հայաստանի ոստիկանության պետական պահպանության ծառայության ՊՊ տարածքեսի ապստամբությունն է։ Այդ գործողությունների ընթացքում եւ ոստիկանները օդ են կրակել եւ ցուցարարների մի մասը փախել է, Հայկ Գրիգորյանը մոտեցել է 3 սպաներից բաղկացած խմբին, որը շրջապատած է եղել գետնին նստած տղամարդու եւ ցանկացել է նկարահանել։ Ոստիկաններից մեկը ձեռքով եւ ոտքերով հալվածել է Հայկին, ոստիկանության ծառայողը վերցել է տեսախցիկը եւ հեռացել։ Երբ Հայկը գնացել է նրա հետևից, դարձյալ ոստիկանները փորձել են բռնություն կիրառել։ Այս ծառայի ապստամբության ժամանակն է։ Մի խոսքով, նրա հետ աշխատող մեկ այլ լրագրող Թեյմինե Երվեկյանը մի քանի անգամ բղավել է, որ Հայկը լրագրող է եւ պահանջել է նրան բաց թողնել, այսինքն ոստիկաններին հայտնի է եղել անձը։ Մի խոսքով, խնդրեմ զեկույց, ինչքան ուզեք զեկույց, որ Հայաստանը օրինական եւ իրավական պետություն չի։ Հիմա գամ Հայաստանի ներքաղաքական անառակներին, թեմերեք որ այդպես եմ ասում, որովհետև իմ համար անառակ են այն մարդիկ ոչ թե որ իրենց մարմնի արքու վաճառքով են զբաղված, բացարձակապես ես իրենց հետ խնդիր չունեմ, իմ համար իրական անառակներ են նրանք, ովքեր իրենց հոգին խիղճ ճշմարտությունն են վաճառում։ Դրանք անմրցելի եւ ամենավտանգավոր անառակներն են, որովհետև նշանակում է նրանց համար ոչ մի սրբություն չկա, ոչ ընկերություն, ոչ հայրենիք, ոչ բարեկամություն, ոչ պարտականության զգացում, բացարձակապես։ Հիմա գալիս եմ Հայաստանի քաղաքական եւ վերլուծական դաշտին։ Եթե Հայաստանում կա մեկը, որ պնդում է, գոնե մտքի ծայրով անցկացնում է, որ Հայաստանը իրավական պետություն է, ես ընդամենը 2 զեկույց նոր ցույց տվեցի ձեզ, որոնք ասում են, որ Հայաստանը իրավական պետություն չի, որտեղ իրավական պետություն չի կարա լինի
մի երկիր, որը սահմանադրություն նախախտում։ Այսինքն նախորդ զեկույցը բանի նկատմամբ, բանի մասին։ Սա Ադրբեջանի Արցախի մասին 240 կիլոմետր հայկական տարածք գրաված լինել, այսինքն Հայաստանի տարածքային ամբողջականությունը սահմանադրությունը խախտված է։ Հասկի հետ Հայաստանի սահմանադրությունը խախտված է, եւ նա չի վերականգնվում, նշանակում այդտեղ օրենք չկա։ Եթե մարդը սեփականության վկայականով, ինչպես գրված է, զրկված է իր սեփականությունից, դա նշանակում է սահմանադրությունը չի աշխատում։ Տեսեք, սա իմ քաղաքական գնահատականը չի, իմ ճաշակին կարող է քաղաքական ճաշակին մարդիկ կարող է համաձայն լինեն, համաձայն չլինեն։ Դա իրանց իրավունքն է, ինձ էլ առանձնապես հետաքրքիր չի։ Բայց սրանք փաստեր են, իրավական փաստեր են։ Սրա հետ վիճել, ոնց որ մեկը վիճի, որ 2 անգամ 2 4 չի։ Ինչ կանեիք, ոնց կվերաբերվեիք այդպես վիճորին, կասեիք երևի ինքը մանկապարտեզի նախնական բանն է, կուրսում է, տարիքում է, հա, որտեղ ավարտական տարիքում իրենք գիտեն, որ 2 անգամ 2-ը արդեն 4 է, հա, կամ այդ ամենացածր տարիքում է, կամ ինքը անմեղսունակ, կամ ստախոս։ Իսկ Հայաստանը քաղաքական դաշտ է, անմեղսունակ չի։ Ոչ մեկ հիմար չի։ Եթե մեկը ասում է, որ Հայաստանը իրավական պետություն է, ու թքած ունես հանգամանքների վրա, նա վարձկա ստախոս է։ Այսքան բան։ Նա քաղաքական անառակ։ Այսօր ինքը պատրաստ է փողի դիմաց աչքը փակի, ոնց են Հայաստանում խախտվում մարդու իրավունքները, սահմանադրությունը։ Վստահ եղեք, այդ փողի դիմաց մի քիչ ավել, մի քիչ պակաս, ինչի համար պետք է ինքը աչքը փակողա։ Եթե մեկը տենց ընկեր ունի իր շրջապատում, ուրեմն պետք է իմանա, որ փողի դիմաց այդ իր անկերը իր հետ ինչ որ մի բան որ կատարվեց, ասենք, մեկը ինքը աչքը նույն ձևի փակողա, որովհետև եթե մեկը իր երկրի վաճառքի եւ արդարության նկատմամբ կարող է աչք փակի ինչ որ փողի դիմաց, ո՞նց կարելի է այդպես մարդու հետ ընկերություն անել։ Ոնց կարող է այդպես մարդուն բարև տալ։ Այդ չեմ ասում սս Facebook-յան հարտակում հերվից հերու լկստվել, հասեց կապ պահպանել, գիտեք ինչ գարշելի է։ Ես նկատում եմ այդ ամեն ինչը։ Նկատում եմ, ասես շիվարում մնում եմ, ասում եմ։ Ու գնում եմ սկսում եմ իմ փիսոյին սիրել, ասում եմ, ես ինչքան շփվում եմ այդպես մարդկանց հետ, տեսնում եմ այդպես մարդկանց, այնքան իմ փիսոյին ավելի շատ եմ սիրում, այնքան ավելի շատ եմ սիրում կենդանիներին։ Մի երակյան գնանք առաջ, այս տեսանա տեսնում եք, իսկ անդերով մի ամբողջ խաղաղապարակ են ավիրել, բնակելի տարածքը Ուկրաինայում, 26 մահացած, 9 երեխա սանցից, 39 վիրավոր, ես նկատել եմ տեսքես Օսկարիպը, ու 3 տարի է սենցա, ու ոչ մեկ չի կարողանում բացատրի, թե Պուտինը ինչի է ռմբակոծում բնակելի տարածքները, ընդհանրապես ինչի է սկսել այս պատերազմը։ Բայց ես տեսնում եմ, ինչքան մարդ է հավանում սա։ Ու մտածում ես, ոնց կարող է մարդը սան կողմ, ոնց կարող է մարդը տեսնի սպանված երեխա, վրեն լացող ծանող, ու դա իր համար նորմալ է, ոնց կարող է դա մարդ լինի ընդհանրապես։ Դա ոնց կարելի է մարդ համարել, հա, ու նորմալ է։ Ոնց, ես ուղղակի չեմ կարողանում դա հասկանալ, էլի։ Ես ասեմ, եթե մեկը դա համար նորմալ է, այդպես մարդու հետ չի կարելի նույնիսկ սուրճ խմել, դուք հասկանում եք, դուք ում հետ եք, ինչի հետ եք, ասենք, շփվում։ Ստե հարցը ռուս սիրել չսիրելը չի։ Ռուս սիրել չսիրելը չի։ Այս կենթանին 3 տարի ռմբակոծում է այս տարածքը։ Ընդ որում բնակելի շենքեր։ 1 միլիոնից ավել մենակ իր բնակչությունից է սպանել, էլ չեմ ասում են կողմն ինչ արել։ Ու մեկ էլ միջև նա Պուտինի մասին խոսացող կա։
Դե եթե մտածում եմ սենց էլի, եթե ասենք այս մարդկանց համար Պուտինը դեռ հերոս է, սրանք եթե լինեն ազգության ադրբեջանցի, Ալիևն էլ իրանց հերոսն է լինելու, Փաշինյան Նիկոլն էլ իրանց հերոսն է լինելու, կարող է նույնիսկ հիմա էլ է իրանց հերոսը, որովհետև սա արժեքային համակարգ է։ Եթե մեկը կարող է մարդասպանությունը արդարացնի, այն էլ սենց մասսայական մարդասպանությունը ոչ մի բանով չհիմնավորված, սա պատերազմ չէ։ Այդ դեպքերը չեն կատարվում կրակային շփման գծի վրա։ Այս կողմից զինվոր զոհվեց, այն կողմից զինվոր զոհվեց, մենք դա մասին չենք խոսում։ Խորքում բնակելի տարածք, խաղաղապարակ, ցերեկով երեխեք այնտեղ խաղում են, ինքը Իսկանդերով կասետային ռումբակցում են։ Կասետային բանով համալրված խփում է ամբողջ պատկեր 39 վիրավոր 26 հոգի մահացած 29 26 հոգի մահացած 9 երեխա դրանցից Չինաստանն էլ որոշեց իր հերթին պատժել Թրամփին եւ 34%-ներ ինքը բցրեց տալիվ։ Այսօր որոշեցինք մի հատ անցել ենք խանութ, ես Ամերիկայի մարմուրներին շնորհավորում եմ։ Եթե դուք դեռ չեք գնացել խանութներ, գնացեք։ Ամեն ինչ 25-30% թանկացել է։ Էլի հարց։ Ինչի՞ համար։ Ինչ անում ես տղեն։ Ինչա ուզում ես տղեն։ Կապերը, բարեկամությունները, հարաբերությունները մարդկային կյանքում էլ ինչ որ process սկսելը եւ դա երկարատև շարունակելը բավականին բարդ բան է։ Դա լինի, չգիտեմ, նվագախումբ ստեղծել, դա լինի կոլեկտիվ ստեղծել, դա լինի ընկերություն ստեղծել, հա, հարաբերություններ, չգիտեմ, համայնք, դա կլինի հարևանություն, դա ինչ ուզում լինի։ Ստեղծել, որ ինքը սկսի աշխատել, սահուն, սա մի հսկայական աշխատանք է։ Հսկայական։ Ու մեկ էլ գալիս է մեկը, սպես պետք է քանդեմ էսի։ Ու մեկ էլ տերում ես դու ծափ են տալի, դու ճիշտ անդր քանդում։ Դե ոչ ճիշտ ան, գնացեք խանութ։ Եվ ասեք իշխանը ճիշտ ան։ 80 տարվա ամերիկացի ժողովրդի փողերով, արյունով նաև կառուցված ամբողջ աշխարհակարգը քաղաքական, որներ իր հետևից բերում է տնտեսականը։ Քաղաքական ու տնտեսական ասել միահյուսվում են։ Քաղաքական հարաբերություններ բերում է տնտեսական հարաբերությունների, հա, հետո էլի դա վերածվում է քաղաքական, այսինքն դա միախառնված է։ Այս մարդը ինչ եկել է երկու ամսա մեջ։ Ավիրում է ամեն ինչ։ Ընդ որում, բայց եկել է Նիկոլի նման բաներով, խոսքերով։ Բրդուճ հետ բերելու, Ամերիկան հզոր դարձնելու համար։ Հիմա հարց եմ տալի, եթե դու գնում ես խանութ, պայմանականորեն, հա, եթե պետք է 10, ասենք, դոլար ծախսես, դարձնում ես 13։ Դրա հզորությունը ինչու՞մն է։ Պայմանական եմ ասում։ Այդ ո՞նց դառավ Ամերիկան հզոր։ Որ ասենք գնաց բյուջեն փողը լցվեց, դա դարձավ հզոր։ Այսինքն հզոր դարձնելու համին հարկերը բարձրացնեիր։ Ու մարդիկ ասում են դա ճիշտ է։ Ես շիվարած եմ մնում, բայց սա դեռ ամեն ինչը չի։ Սա հեղինակության կորուստ է նաև։ Սա հեղինակության, ազդեցության, ոսում ասում, կապերը տնտեսական, այդ սահուն ընթացքը կոտրելը, սա հանցագործություն է։ Իրոք հանցագործություն է։ Ամերիկան չի քանդվել ուսանից։ Շատ։ Ինքը տուժելի է, մեծ կորուստներ ունել, բայց չի քանդվելու։ Բայց Ամերիկան երբեք չի լինելու այն, ինչ որ ասենք մի 6 ամիս առաջ էր։ Ասենք միջև իր ընտրվել է։ Բոլոր տեղերից իրար շուկաներից վռնդելու են։ Եթե ոչ մի անգամից կամաց, եթե դու ոնց են, ումից են զենք առնում, ում հետ ռազմական բան կա, հարաբերություններ կա, չէ՞։ Ումից են տնտեսություն ներգրավում, ումից են տեխնոլոգիաներ առնում, ոչ թե ում ամենալավն է։ Չի հիմնականում ում հետ ռազմական համագործակցությունն է։ Տեխնոլոգիաները որտեղ այնքան արագ է փոխվում ու զարգանում, որ այսօր ստերին է լավ, եւ այս այն կարծիքի չէ, որ լավագույն տեխնոլոգիաները գտնում են Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Բոլորովին։ Այդ որ իրանք ամենատարածվածն են, դա հաստատ։ Բայց չի նշանակում, որ դրանից ավելի լավը չի կարող լինել ու չկա։
Samsung-ի տեխնոլոգիաների միշտ գերազանցել է Apple-ի տեխնոլոգիաներին, հիմա էլ է գերազանցում։ In international cooperation. We believe in the free and open exchange of goods, services, and ideas. And if the United States no longer wants to lead, Canada will. Բնության մեջ ոչ միտեղ դատա չի մնում։ Չի մնում ոչ միտեղ դատա։ Եթե մի բան բացակայում, անպայման լրացնողն է լինում։ Հիմա Կանադան բարձ հայտարարում է, որ եթե Ամերիկան հրաժարվում է մировой համաշխարհային առաջնորդի դերից, իր Կանադան պատրաստ է վերցնելու։ Ես ապշած եմ, ես զարմացած եմ, որ Կանադան այդ համարձակությունը ունի դա հայտարարելու։ Բայց ես ասեմ, վերջին 2 ամիսների ընթացքում ես տեսել եմ Կանադայի բարձրաստիճան ներկայացուցիչների հայտարարությունները, ասուլիսները, ես ապշած եմ մնացել իրանց զարգացվածության, հստակության, սկզբունքայնության վրա։ Ես զարմացել եմ։ Այն Օնտարիոյի վարչապետին, որ լսում եք, Տրամպին ինչ ասես, Տրամպից սարքեց ուղղակի ավազահատիկներ։ Բայց ոչ թե հայոյելով, հանգիստ ուղղակի բացատրելով։ Ինչ է, այսօր էլ ասում եմ, մենք պատրաստ ենք վերցնելու։ Ես, եթե ասես մեկ մի բան ասես մի քանի ամիս առաջ, կասեի, չէ, Կանադան ո՞նց կարող լինի, Կանադան այդ հապը չունի։ Բայց ես որ նայում եմ քաղաքական մտքին Կանադայի, ես ասեմ, ունի։ Քաղաքական միտք ինստիտուտներ ունի որ լինի, թե տնտեսական ռեսուրսները ինչքան է դրա հետևում, ես դրա մասնագետ չեմ կարող ասել, բայց այն որ ինքը ունի անսահման հնարավորություններ տնտեսական, չօգտագործված եւ չօգտագործող հնարավորություններ, դա հաստատ։ Հիմա թե դա որքանով Կանադան կարա իրականացնի, ես չեմ կարող ասել, բայց ես կուզենամ որ Կանադան դառնա, եթե տեղը դատարկ է մնալու, բայց Չինաստանը չի վերցնելու։ Ավելի լավ դա լինի Կանադան, որտեղ Կանադան ամեն դեպքում ինքը եվրոպական կառուցվածքի երկիր է։ Ինքը Եվրոպա է։ Ինքը ամերիկանացված, բայց Եվրոպա է։ Կանադան շատ ավելի Եվրոպա է, քան Ամերիկան։ Այսինքն մեջտեղում է էլի ինքը։ Ես շատ կուզենամ որ տես լինի։ Ու մարդիկ, բայց ես անակնկալ եմ եկած ու շատ լավ կլինի որ տես լինի։ Որովհետև այն քաղաքական թերությունները եւ բաները, որ Ամերիկայի մեծան անեն, կա մասնավորապես այդ հրեական լոբինգի անխափանաշատանքը իրանց օգտին, հա, կրկնակի ստանդարտները։ Դա ես հələ Կանադայում չեմ տեսել։ Կարող են դեռ կա։ Ես առիթ չեմ ունեցել որ տեսնել, բայց եւ ոսս նայում եմ ընտրություն ինչի մեջ է լինելու, թող լինի Կանադան։ Բայց ես կասկածում եմ որ դա լինի, թող որ լինի Կանադան, որովհետեւ ինչու չի կարա լինի Բրիտանիան, իսկ ինչու չի կարա լինի Ֆրանսիան, իսկ ինչու չի կարա լինի Գերմանիան։ Իմ խորին համոզմամբ, որտեղ գնալու է մեծ կոնկուրենցիա, բայց դա լավ կոնկուրենցիա է։ Դա քաղաքական առաջնորդի լիդերի պատասխանատվություն վերցնելու բան է, process է լինելու։ Գերմանիան անպայման լինելու է այնտեղ, որովհետեւ Porsche-ն որոշել է արդեն զենք արտադրել։ Ո՞նց ասես։ Ասում մնում է Hugo Boss-ն որոշի համազգեստներ արտադրել։ Վերջացան գնաց։ Սկսում է կինոների։ Տեսնենք ինչով կլինի, բայց որտեղ է Հայաստանը այդ ամեն ինչում։ Լսենք մեր ընկերներին։ Ախպեր Սյունիքը չի ընդունում, ազգադան մարդ է, Սյունիքը ծախող մարդ չի ընդունում, ասում է ոտը ցեղ չտեսնամ։ Մեղրի նույն ձևի, ագարակը նույն ձևի, Սիսյան նույն ձևի, շեղքում է թքում են իրեսին։ Յուրարարքի համար կապիտուլանտի, մեկ ագարակում են ծաղում են ասում են կապիտուլանտ ասում, կապիտուլանտը դու ես, այդ վարչապետի երազույթ է, ցիգան գնչու, խաչագող։ Լավ նշան։ Դա վարչապետ երազույթ է, աբարոտկա ֆրայուրա ժողովրդին։ Քավոր Պետրոս, հա։ Քշերվակեսնում ես ոտում տաները Ինչ կարդացած տղա է, չէ, Քավոր Պետրոս, խաչագող։ Ճիշտ ասում է։ Սելյուցիոնալ թքեմ նամուսից բեյնամուս։ Կազմակերպված էր այդ ակցիան։ Բողոքի ակցիա։ Ախպեր ցավը տանեմ ես տանը պարկա, ցավոք սրտի ներկա չեմ իլան, այն կխան ասեմ, ցավոք սրտի ես ներկա չեմ իլան։ Բայց ես ինիմ իլան հիվանդ պարկած, մեկ էլ եմ ասում, ապորինի պիաս, ամիջո միջազգային ակցիաներից բողոքիլու եմ։ Չէ՞ դու քթծկերավը հնիլու եմ այդ բեգուզուն։ Այդ ուրա պաշտոնական հայտարարությունը, որ ասում է բոլորին նվաստացնելով պիտի բերեն։ Շատ է զղջալու այդ բառերից հետ, հələ սպասի։ Հələ չգիտես որ մարզի հետ գործ ունես, ինչ տղաների հետ գործ ունես։ Պատիվ եք պահանջում եք մեր պատիվը
թուրքին իրեն չեք ծախալ, մեկ մեր պատիվը քուվ իրեն չեք ծախալ, մեկ մեր ազգային արժեք պահող տղերք մարդիկ եք։ Հավատում եմ, ասենք պապիկին։ Իշխանություններին հարկավոր է հրապարակի մեջտեղը կախել։ Այդքան բան։ Ոսկե խոսքեր։ Նա դե Իշխանություններին լսենք։ հարկավոր է հրապարակի մեջտեղը կախել։ Համաձայն եք։ Գրեք այո։ Ինքը եկել է հատուկ առաքելությամբ 18 թվականին։ Ինքը եկել է Արցախ հանձնելուն։ Իրան բերել են այն ուժերը, որոնց այսինքն պետք էր Արցախը հանձնել եւ Հայաստանի պետականությանը վերջ տալ։ Դրանք արդեն արտասահմանյան ուժեր են։ Դրանցից մեկը Սորոսի հիմնադրամն է, որը իր ֆինանսավորվել է այդպիսի ուժերին հələ շատ շուտվանից, դեռ 90-ականների վերջերից։ Դրա համար ինքն իրենց բան էր պահպանում, ինքը խաբում էր ժողովրդին, այդքան ժամանակ ինքը խաբում էր, ինքը խաբեբայ է, ինքը դավաճան է, ինքը պետքա հեռանա եւ իր բոլոր այսինքն հանցանքների համար ինքը պետքա պատասխանատվություն տա։ Երևանում ապրողները կարող են ասել, թե տրամադրությունը որքանով են շատ։ Ես ինչքան ուզենամ օբյեկտիվ լինեմ, չեմ կարող, որովհետև ես հեռվում եմ գտնում։ Հեռվում եմ գտնում եւ իմ ինֆորմացիան դա համացանցային է։ Ու ես վստահ եմ, որ դա համապարփակ չի։ Ներքին ձայնս ասում է, որ հասունացումը գիտակցական մակարդակը շատ բարձր է։ Ներքին ձայնս է ասում։ Բայց դուք եք ապրում, ովքեր Երևանում են ապրում եւ ես լսում են Հայաստանում են ապրում, դուք երկրորդ եք այդպիսի բան կա, թե ոչ։ Եվ վերջում հաղորդման ես որոշեցի այսպիսի մի առաջարկ անել։ Եվ դուք գիտեք, որ մենք ինքնաճանաչում հաղորդումից, ալիքից ունենք նաև Հակոբյան News, որ պարբերաբար օրը մի քանի անգամ կարևոր նորությունները թարգմանաբար ներկայացնում է։ Եթե բաժանորդագրված չեք, կարող եք բաժանորդագրվել Հակոբյան News-ում հավաքեք կապ։ Եթե իմիջիայլոց բաժանորդագրված չեք, այս ալիքին նույնպես կարող եք բաժանորդագրվել, ուղղակի ես ամենուր չեմ ասում։ Քանի որ ինքը ալիքը կոչվում ամեն դեպքում ինքնաճանաչում եւ ես ամեն օր չի որ ժամանակ եմ գտնում դրանով զբաղվել, ինչ եմ մտածում ես ինչ առաջարկեմ, ինչ եմ ուզում առաջարկել։ Եթե կան լրագրողներ, տարիքը փորձ էական չի, որոնք ուզում են սեփական լրագրողական հետաքննություններ անել, ֆիլմեր նկարել, ինքնաճանաչում ֆորմատի մեջ, վերցնել իրանց սիրած հերոսին ու իրանց մասին մի քիչ հետազոտական, մի քիչ ճանաչողական ֆիլմ անել, ցանկացած ձևով, ցանկացած ֆորմատի։ Ես պատրաստ եմ իմ հարթակով դա ներկայացնել մեր ունկնդիրներին։ Ես գիտեմ, որ ցանկացած մարդ կարող է ինքն իր համար բացի YouTube-յան ալիք, այնտեղ հիմա չգիտեմ, էական չի քանի ինչքան կլինի բաժանորդները, ասենք ցույց տալ 10 հոգի կլինի, 10,000 հոգի կլինի, չգիտեմ։ Բայց եթե մարդը ուզում է անի, ու ինքը չի պատկերացնում, որ ինքը պետք է դրա համար YouTube-յան ալիք ունենա, որ պարբերաբար է դա անելու, որտեղ մի ֆիլմի համար կամ երկու ֆիլմի համար իմաստ չունի YouTube-յան ալիք ունենալ ու ցավոք լավագույն ֆիլմը կարող է այնտեղ մնա ու իրան ոչ մեկ չնայի։ Բայց եթե մարդիկ կան լրագրողներ, երիտասարդներ, ուսանողներ ուզում են իրենց փորձի համար եւ իրենց հետաքրքրության համար, ես պետք է ասեմ, որ դա շատ օգտակար process է։ Ես իմ օրինակով կարող եմ ասել, երբ որ ես մի թեմա վերցնում եմ ուսումնասիրելու եւ դա շատ է անում միջև ասենք 1-2 տարի առաջ։ Ես ունեի թեմաներ, որոնց վրա ասես ֆիքսվում էի ու սկսում էի այն տակից վրա քանդել, տակից վրա ուսումնասիրել։ Դա հոգեբանական թեմաներ կլինեին, դա ասենք նույն body language, verbal analysis թեմաները կարող էին լինել, ասենք սոցիոլոգիան կարող է լինել, պատմությունը կարող է լինել, կրոնի պատմությունները կարող են լինել, այսինքն թեմա չի մնացել, որ մտնեմ ու դուրս գամ, էլի։ Իմ համար ես տենց մարդ եմ, ես մի բան գտնում եմ, սկսում եմ մտնել մեջ, հետո մտածում ոնց տեղից դուրս գամ։ Ամբողջ կյանքս տենց է եղել։ Եթե տենց էլի մարդիկ կան, որ ուզում են մի թեմա վերցնեն ու այդ տենց տակից վրից ուսումնասիրեն, որը շատ օգտակար է։ Դուք դրանով մենակ ֆիլմ չեք անում, որը կարող եք ցույց տալ
տասնյակ հազարավոր մարդկանց, այլև դուք դրա վրա սովորում եք։ Այս սովորելը սա ամենակարևորն է։ Ես պետք է ասեմ, որ իմ գիտելիքների ինչին, որ ես տիրապետում եմ, ասենք ինքան խորքային, որ ես կարող եմ թույլ տալիս դատողություններ անել, այդ բոլոր ոլորտների մասով, որ ես ինձ թույլ եմ տալի դատողություն անել, ես դրանց վրա ծախսել եմ ամիսներ, եթե ոչ, ասենք, տարիներ ուսումնասիրության, մի հաղորդում պատրաստելու համար, բայց գիտելիքը մնացել է ինձ։ Պատկերացնում եք, ասենք դու վերցնում ես թեման, դու ասես քանդում ես իրան տակից, կարող է ինքը մի 15-20 րոպեանոց լինի հաղորդումը, բայց ես վստահեցնում եմ, որ այդ գիտելիքը ձեր հետ մնալու է ամբողջ կյանքով։ Իսկ եթե մեկը, տեսեք ինչ թիվ եմ ասում, ամսական մի հատ ֆիլմ անի, ցանկացած ուսանող, սկսնակ, կարող ոչ սկսնակ, պատկերացեք, ասենք լրագրողական բաժնի ուսանող, վերցնում է իր սիրած հերոսին, դա կարող է գրող լինի, գիտնական լինի, երաժիշտ լինի, էական չի, պատմական հերոս լինի, սկսի փորփրել, ինչ կա արխիվներում իր մասը, մի համապարփակ հաղորդում անի, ինքը չեք պատկերացնի մի տարվա մեջ, եթե ամիսը մի հատ հաղորդում անի, տարվա վերջում, որ նայի ինքը համեմատի իրեն 1 տարի առաջ եւ 1 տարի հետո, կհասկանա, որ ինքը հսկայական քայլ արել հենց իր սեփական եսի վրա։ Իսկ պատկերացեք, եթե մենք այտենց ապրում ենք տարիներ, 10 տարի հետո տվյալ անձը, ով այտենց ամիսը մի հատ, տեսեք, շատ բան չեմ ասում։ Ես ամեն օր եմ, չի անում հաղորդում։ Ես ասում ամիսը մի հատ, դժվար բան չի։ Ցանկության դեպքում մի 5-6 տարի հետո կամ 10 տարի հետո այդ process-ով ապրած մարդը ինքը կդառնա հասարակության համար վստահելի, ընկալելի, իսկ վստահությունը շատ կարևոր է, որ խոսքը ունենա, ասենք խոսքը կասկածակ չդրվի, իսկ դա դժվար process է, մարդուն միանգամից չեն վստահում, 2 տարվա մեջ չեն վստահում, դա տենց գալիս է, ու մեկ էլ պարզվում է, որ ասենք դուք արդեն, եթե 20 տարեկանում սկսել եք, 30 տարեկանում դուք բավականին ծանրակշիռ հեղինակություն եւ խոսք ունեք ասելու, եւ ես վստահ եմ այն ժամանակ ցանկացած հեռուստաընկերություն կամ չգիտեմ լրատվական նման լրագրողի կամ նման մեկնաբանի անպայման կարիք կունենա։ Եթե նույնիսկ դա չի նպատակը, սովորելն է այդ պարագայում ամենակարևորը, որը իմ նպատակն է եղել։ Իմ նպատակը եղել է սովորել, որովհետև եթե մի հատ թեմա ինձ հետաքրքրել է, ես ինքնամոռաց, ամեն ինչս թողած, դենց գլխով մտել եմ այնտեղ։ Ու երբեք դա չեմ ափսոսացել, բացարձակապես։ Բնականաբար այդ ժամանակ դուք լիքը բաներ եք կորցնում, ասենք այն որ պետք է անեիք չեք հասցնում անել, որ ձեր միտքը դրա կենտրոնացած, բայց երբ որ դրա վերջում դուս ես գալիս ինչ որ արդեն բան քաղած, դա գերագույն հաճույք է։ Ի վերջո, եթե ուզում եք ձեր նկարած ֆիլմերը նայեն շատ մարդիկ, խնդրեմ ուղարկեք կամ իմ հետ կապնվեք, գրեք ինձ, ես իմ էլեկտրոնային հասցեն կգրեմ նկարագրության բաժնում, ես տակը կտեսնեք։ Գրեք, պայմանավորվենք, հենց նկարեք, ես պատրաստ եմ այս հարթակը տրամադրել ու ի վերջո դարձնել ավելի մասսայական։ Իմ նպատակը ինչի որ մենակ ես անալիզները կամ վերլուծություններ անեմ։ Ուզում եմ, որ ես էլ ձեզանից սովորեմ, ես էլ ձեր ֆիլմերը նայեմ, դուք էլ ինչ-որ մի բան ստեղծեք, հա, որտեղ այդ հայկական YouTube-յան հարթակը շատ աղքատ է այդ առումով, եթե ես ժամանակ ունենայի, եթե մի օր պետություն չունենանք, այս պետության հետ կապված այս խնդիրները չունենանք, հա, ես կարողանամ քաղաքական այս վերլուծություններից թողել եւ մտնել այն դաշտի ինչի մասին ես որ խոսում եմ, դա իմ համար կլինի երանելի վիճակ։ Հայ, վերցնեմ, ասենք, Էդգար Հովհաննիսյանի մասին սկսեմ փորփրել, ասենք, մի ամիս ոչ մի բան չխոսամ, որտեղ Էդգար Հովհաննիսյանի նման ունիկալ կոմպոզիտոր Հայաստանը շատ քիչ է ունեցել։ Դες ընդամենը մի թեմա էր, մտնեմ իր այդ արխիվներով, մանկական երաժշտություններ, չձայնագրված գործեր, քիչ կատարվող, ասում Էդգար Հովհաննիսյանի նման յունիկում համաշխարհային դեմք է, բայց Հայաստանում ով է իմանում իր մասին։ Իսկ հայ երաժիշտները ասեք Էդգար Հովհաննիսյանը կարող է իմանալ։ Ասենք Էդգար Հովհաննիսյանի ջութակի կոնցերտի մասին կարող է իմանալ։ Բարոկ կոնցերտ է, բարոկ, ով երաժիշտ է դու գնա բացի։ Էդգար Հովհաննիսյանի բարոկ կոնցերտը
Դες քանի ոգի լսե եւ ամենակարևոր վերջ անգամ երբ կատարվել հայկական բեմերին։ Դե իմ այս երաժիշտի համար ասեցի, բայց Վիկտոր Համբարձումյանի մասին ինչ կարելի է նկարել, ինչեր կարելի է նկարել, մեր դերասանների մասին։ Այն լեգենդար, որ արդեն չկա։ Ինչ եմ ուզում ասեմ։ Այնքան գործ կանել, ուսում եք YouTube-յան աշխարհը շատ աղքատ է։ Ես հնարավորություն եմ տալ, ես առաջարկում եմ լրացնենք այդ բացը։ Ով համաձայն է, ով ուզում է, խնդրեմ, կապնվեք իմ հետ, իմ էլեկտրոնային տակը հասեն կա, հա, գրեք։ Այսօրվա մարասկանը,